Մայրաքաղաքից ոչ հեռու Չարբաղ թաղամասի հարևանությամբ է գտնվում Արարատի մարզի նորաբաց համայնքը։ Մասյացոտնի թեմի քահանաները մարտի 27-ին մեկտեղվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու մեծ պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը։ Աղոթական մթնոլորտում ներկաները խորհրդացեցին հայոց եկեղեցու առաջիկա իրադարձությունների մասին։ Տունգդ կենաց պտղույն օրծության, զիքեզ միշտ օգնյալ և բարեգործյալ։ Այս եկեղեցում սպասավորում է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, 1 տարի է նա այստեղ սրբազան արարողություններ է անցկացնում։ Նորաբացի բնակիչներին ու այցելուներին հաղորդ է դարձնում եկեղեցական կյանքի անցուդարձին, ներկայացնում է սպասվող տոների խորհուրդը։ Եկեղեցին, ինչպես մնացած եկեղեցիները, հավատացյալներով լցվում է կիրակի օրերը ամբողջությամբ։ Հաղորդվողներ կան, որովհետև այս եկեղեցին սպասարկում է 2 համայնքներ՝ Նորաբաց եւ Դարակերտ համայնքները, եւ այս 2 համայնքներից հավատացյալներ գալիս են եւ Փառք Աստծո այնքան է լինում հավատացյալներ, որ արդեն եկեղեցում տեղ չկա, ավելի մեծ եկեղեցի ենք ուզում։ Ծաղկազարդի տոնն է, մանուկների օրհնության օրն է, եւ Քրիստոս ասում է, եթե ուզում եք երկնքի արքայությունը մտնել, պետք է նմանվել մանուկներին։ Հենց այստեղից պիտի սկսենք մենք։ Պետք է ունենանք այդ խոնարհումը, մանուկների պես այդ խոնարհությունը ունենանք սրտի եւ այսպիսով շարունակենք ամբողջ տարին ապրել այդ ոգով, այդ մտածումներով, որ պետք է մեր ընթացքը փոխենք, մեր հպարտությունը վերացնենք, մեր նախանձը վերացնենք եւ նմանվենք այդ փոքրիկների։ Տեր Անդրեասին շատերը հիշում են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։ Շուշիի անկման ժամանակ նա էր հնչեցնում Ղազանչեցոցի զանգերը։ Հիմա այս տարածքում ապրող արցախցիների համար մխիթարության գոտեպնդման խոսքեր է գտնում։ Արցախցիներ շատ կան, իհարկե բոլորը եկել են, մեծ մասը Հայաստանում են եւ կապը կա մեր հավատացյալների հետ, այն մարդկանց հետ, ովքեր Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մկրտվել են, պսակադրվել են։ Արցախցիներին պիտի գոտեպնդենք, հուսադրենք այն հավատքով, որ Քրիստոս տվել է մեզ եւ այդ հավատքն է, որ պիտի փոխանցենք իրենց, որպեսզի այդ հավատքով ապրեն եւ շարունակեն ապրել եւ չմոռանալով այն արժեքները, որ ունեին եւ հոգեվոր արժեքները եւ նաեւ մշակութային արժեքները, որ թողել ենք Արցախում եւ հույսը հավատք ունենք, որ Աստված չի թողնի եւ մի օր էլ մենք միասնաբար նորից կվերադառնանք։ Պահոտ շրջանի ուրբաթ օրերին Մասյացոտնի թեմի քահանաները միասնական աղոթքի են կանգնել տարբեր սրբատեղիներում։ Լսել են Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանի քարոզները։ Այսօր Հայր Սուրբը խոսեց բուն բարեկենդանի ավագ շաբաթվա իրադարձությունների մասին, մեկնեց ավետարանական պատումներ։ Ավագ շաբաթվա վերջում մենք կլսենք մեր Տիրոջ խոսքը խաչի վրա, երբ կասի Հայր, քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգին։ Ուրեմն արգելված պտուղի խախտման հետևանքը մահն էր եւ Տիրոջ փրկagorցության ճանապարհի վերջին հանգրվանը դարձյալ մահն էր։ Բայց Տերը ինչու ընկեց իր մահկանացուն։ Որովհետև մենք որպես մարդ արարածներ, որ կյանքը ստանում ենք պարգև, արդեն իսկ մեր ծննդյան պահից սկսած մահկանացու ենք, հողեղեն ենք, ծնվում ենք, որպեսզի գնանք դեպի հող։ Եվ այդ հողեղեն լինելու կամ մահը ժառանգելը մեր բնության մասն է։ Եվ եթե մեր փրկagorցությունը պետք է լիներ իրական, այսինքն Աստված ինքը պիտի իջներ մեզ բուժելու, այն էլ բուժելու մեր ներսից, ապա պետք է անցներ մարդկային կյանքի բոլոր հանգրվանները, ծնունդից սկսած մինչև մահ։ Եվ Աստված նախ եւ առաջ արտահայտեց իր սերը արարչագործությամբ, բայց երբ մարդու ազատ կամքի գործադրմամբ արարչագործության մեջ ներմուծվեց մահը եւ դժբախտությունը, Աստված դարձյալ իր սիրո ուժով խոնարհություն ցուցաբերեց, նախախնամեց մարդկությանը եւ ապա ժամանակների լրումին
դարձավ մեզանից մեկը։ Ավագ շաբաթը մեր մասին է։ Ամեն անգամ, երբ մենք մտնում ենք ավագ շաբաթվա մեջ, մենք կանգնում ենք իրականում հայելու առաջ, տեսնելու նախ եւ ճանաչելու մեր Տիրոջը, ճանաչելու հատկապես Տիրոջ սերը։ Հովանու ավետարանի մեջ Քրիստոս իր քահանայապետական աղոթքը, որ բարձրացնում է, մի շատ հետաքրքիր բան է ասում։ Ասում է սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, մաքրիր նրանց քո ճշմարտությամբ։ Այսինքն, մեր ամբողջ այս մեծ պահքի շրջանը, որը խոշոր հաշվով մաքրագործման շրջանն է։ Մասյացոտնի թեմը Ռուբեն Վարդապետ Զարգարյանի առաջնորդությամբ ընդհանրական աղոթքի մասնակիցների հետ խորհրդածեցին ավագ շաբաթվա իրադարձությունների մասին, որպեսզի Տիրոջով զորացած հետևեն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանի, վերջին օրերի ուսուցումներին եւ դիմավորեն Սուրբ Հարության տոնը։ Էջմիածնում Մայրաթորի նախաձեռնությամբ տարիներ առաջ ստեղծվել է մի նախագիծ, որն այդպես էլ չի դառնում իրականություն։ Խոսքը մանկապատանեկան զարգացման եւ կրթական նորագույն Էդու Թումո կենտրոնի մասին է։ Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Հեղինակներն են ճարտարապետներ Արա Վարդանյանը, Գեորգի Պոչոյանը, Ժիրայր Յազջյանը, Հայկ Սողոմոնյանը։ Պատրաստվել է թե ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա եւ անիմացիա։ Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական եւ իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում։ Էդու կենտրոնի նախագիծը դեռ 2022 թվականին բախվել է տեխնիկական մի խնդրի։ 4500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ապագա կենտրոնի ընդամենը մի քանի 100 քառակուսի մետր հատված համընկել է համայնքին պատկանող փաստացի չօգտագործվող տարածքի հետ։ Խնդրի լուծման համար վաղաշաբաթի ավականին այդ հողատարածքը նվիրատվությամբ փոխանցել է Մայրաթորին, սակայն արդեն պետական գրանցման փուլում գործընթացը կասեցվել է եւ ծրագիրը փաստացի սառեցվել։ Բարեգործական ծրագրի իրագործումը մի քանի տարի արհեստականորեն ձգձգվում էր, իսկ 2026 թվականի մարտին Ազգային ժողովն ընդունեց հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որով եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածք այլևս արգելվում է տրամադրել։ Մայրաթորից այս հարցի շուրջ պարզաբանում են. նման որոշումը հիմնազուրկ է, անընդունելի եւ մեծապես խոչընդոտելու է մեր ժողովրդի հոգեվոր կյանքի զորացմանն ուղղված եկեղեցու հոգեխնամ, սոցիալական եւ կրթադաստիարակչական առաքելությանը։ Խնդրի կարգավորման նպատակով Մայրաթորը 2022 թվականին դիմել է Վաղաշաբաթը համայնքի ավականուն, որն էլ 2025 թվականի հոկտեմբերին թիվ 119A որոշմամբ նշված հողատարածքն անհատույց նվիրատվությամբ հատկացրել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, սակայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման փուլում կադաստրի կոմիտեն Վաղաշաբաթի համայնքապետի դիմումի հիման վրա կասեցրել է գործընթացը, որով եւ ձախողվել է կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի իրագործումը, ասվում է Մայրաթորի պարզաբանման մեջ։ Ըստ էության խոսքը միայն մեկ շենքի մասին չէ, խոսքը համայնքային հնարավորության մասին է, որը չի իրագործվում։ Եթե նախագիծը կյանքի կոչվեր, Վաղաշաբաթի եւ հարակից բնակավայրերի ավելի քան 2000 երեխա իր իսկ քաղաքում կունենար ժամանակակից կրթության, տեխնոլոգիական հմտությունների եւ ստեղծարար զարգացման միջավայր, այսինքն առնվազն 2000 երեխա տուժում է եկեղեցու դեմ իշխանությունների սկսած հալածանքի պատճառով։ Փոխարենը տարածքը մնում է դատարկ, նախագիծը թղթի վրա, իսկ համայնքը առանց այն կրթական եւ սոցիալական ներուժի, որը կարող էր ձևավորել ավելի կարող նոր սերունդ։
իսկ հողերի տրամադրման կարգին վերաբերող իրավական մի փոփոխություն իրականում վերածվում է կոնկրետ կորստի՝ չկառուցված դպրոց, չստեղծված հնարավորություններ եւ չիրացված ապագա։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Մարտի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Օրակարգում ապացույցների ծավալի որոշման հարցներ։ Հանրային մեղադրողները դատարանին հայտնեցին, որ գրավոր ապացույցների հետազոտման մասով առարկություններ չունեն, սակայն միջնորդեցին մերժել պաշտպանական կողմի առաջարկը, որպես վկա հարցաքննելու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին եւ ազգային անվտանգության ծառայող Սուրեն Աղաջանյանին։ Ըստ մեղադրող կողմի միջնորդությունը չունի իրավական հիմնավորում, իսկ նշված անձանց պաշտոնական դիրքն ու գործառույթները թույլ չեն տալիս նրանց ներգրավել որպես վկա տվյալ վարույթի շրջանակներում։ Նշված անձանց թե կարգավիճակը, թե գործառույթները, թե պաշտոնական դիրքը չեն կարող հանդիսանալ դատարանում նրանց արտաքննությունների հիմք։ Սրբազան պայքարի անդամները, որոնք արդեն 9 ամիս գտնվում են անազատության մեջ, իրենց վրդովմունքը հայտնեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրանք նշեցին, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը ամենաբարձր ամբիոններից հնչեցնում է գործին վերաբերող հրապարակային հայտարարություններ, որոնք սակայն բացակայում են քրեական վարույթի նյութերից։ Դիմելով դատարանին նշեցին, որ ահաբեկիչ եւ նմանատիպ այլ պիտակավորումներով փորձ է արվում մոլորեցնել հանրությանը։ Եթե մեր մասին խոսացել են, թող կան ստեղ պնդեն իրենց արածը։ Իմ կյանքից ինչ է ժամանակս խլում։ Ես ավելի լավ բաների մեջ կօգտագործեի ժամանակը։ Հայտարարություններ արել մարդկանց կյանքից զրկելու համար, նույնը քննչական կոմիտեին։ Մարդկանց կյանքից զրկելու մասին հայտարարություններ արել։ Մեղադրական գործում կա այդպիսի բան։ Թողա վկայություն տա, միգուցե իրենք այլ տեղեկությունն են այլ երկրներից։ Միգուցե ի վերջո գործակալական ցանցը չէ մեր երկրում գործում, հիբրիդային պատերազմի մեջ ենք, չէ։ Լսելով կողմերին, դատարանը որոշեց ամբողջ ծավալով ընդունել մեղադրող կողմի ներկայացրած գրավոր ապացույցները եւ հարցաքննել 34 վկայի։ Դատարանը նաեւ բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որպես վկա ներգրավել Գառնիկ Դանիելյանին եւ Հովանես Ավետիսյանին։ Սակայն միևնույն ժամանակ անընդունելի համարեց բարձրաստիճան պաշտոնյաներին, քննչական կոմիտեի նախագահին եւ գլխավոր դատախազին հարցաքննելու պահանջը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին ժամը 15:30-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մարտի 29-ին հայ առաքելական եկեղեցին կտոնախմբի ծաղկազարդը Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու ավետարանական պատմության հիշատակությունը։ Ծաղկազարդին առավոտյան բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի։ Կօրհնվեն աշխարհի 4 կողմերը, նաև ուռենու ճյուղերն ու ոստերը։ Խորանի վարագույրները կբացվեն եւ հաղորդություն կտրվի։ Հայրապետական տնօրինությամբ ձևավորված ավանդույթի համաձայն պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի։ Ծաղկազարդի կիրակիով կավարտվի 40-օրթաց պահքի շրջանը եւ կսկսվի ավագ շաբաթը՝ Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման եւ հրաշափառ հարության հիշատակությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում անդաստանի արարողությունը եւ ուռենու ոստերի օրհնության կարգը կկատարվի մարտի 29-ին առավոտյան ժամը 10-ին պատարագից առաջ։ Նույն օրը երեկոյան 17:30-ին կկատարվի Տրմբացեքի արարողություն։ Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է մեծ պահքի 40-օրյա ընթացքը եւ սկսվում է ավագ շաբաթը՝ Քրիստոսի կյանքի վերջին օրերի հիշատակությունը։ Յուրաքանչյուր օր ավագ է կոչվում եւ ունի իր խորհուրդը։ Ավագ երկուշաբթին անպտուղ թզենու առակի եւ Երուսաղեմի տաճարի մաքրման ավետարանական պատմությունների հիշատակության օրն է։ Ավագ երեքշաբթին 10 կույսերի առակի հիշատակությունն է։ Երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս կույսերին խորհրդանշող 10 դպիրները, բաժանվելով երկու խմբի՝ հիմարների եւ իմաստունների։ Արթուն կացեք եւ ամեն ժամ աղոթեք, որովհետեւ չգիտեք այն օրվա եւ ժամի մասին, թե երբ կգա Տերը, ասում է ավետարանը։
Օրվա խորհուրդն է, որ մարդն աղոթքով, հավատով եւ բարի գործերով պատրաստ լինի Տիրոջ գալստյանը, որպիսի չհայտնվի երկնքի արքայության փակ դռների առջև։ Ավագ չորեքշաբթին Տիրոջ ոցման եւ մատնության հիշատակության օրն է։ Ավագ հինգշաբթին վերջին ընթրիքի եւ հաղորդության խորհրդի հաստատման հիշատակությունն է։ Քրիստոս մարդկության փրկության համար մատուցված զոհն է, որ խորհրդավորությամբ պատարակվում է Սուրբ Սեղանի վրա, հավատացյալներին բաշխելով իր Սուրբ Մարմինն ու արյունը։ Ավագ հինգշաբթի առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ։ Այնուհետև մատուցվում է բաց պատարակ, որի ընթացքում մեծ պահքի ապաշխարության շրջանն ապրած մարդիկ մոտենում են Սուրբ Հաղորդության։ Ավագ հինգշաբթի տեղի է ունենում ոտնլվայի արարողությունը։ Խաչելությունից առաջ Վերնատանը Քրիստոս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը, որպես հեզության եւ խոնարհության օրինակ։ Ավետարանական այս պատմությունը եկեղեցական մեծ ծեսի հիմք է դարձել, որը կոչվում է ոտնլվայի արարողություն։ Այն կատարվում է ավագ հինգշաբթի օրը։ Ոտնլվայի արարողությունից հետո օրհնված յուղ է բաժանվում հավատացյալներին որպես դարմանող միջոց։ Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է խավարման կարգ։ Այն խորհրդանշում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը։ Հսկման կամ խավարման ընթացքում ավետարաններից ընթերցվում են հատվածներ՝ Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումը ամբոխին, քահանայապետի հարցաքննությունը, Պետրոսի ուրացումն ու զղջումը։ Ավետարանական յուրաքանչյուր ընթերցումից հետո զույգ-զույգ հանգչում են 12 մոմերը։ Վերջում վառ է մնում միայն Տիրոջը խորհրդանշող մոմը։ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան եւ թաղման հիշատակության օրն է։ Կեսօրին տեղի է ունենում խաչելության կարգ, իսկ երեկոյան թաղման կարգ։ Թաղման արարողության ժամանակ Սուրբ գրային ընթերցումներով եւ շարականներով ներկայացվում են Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթվա 5 օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ Քրիստոսի խաչելությունը, թաղումը եւ գերեզման դրվելը։ Եկեղեցում տեղադրվում է ծաղիկներով զարդարված խորհրդանշական գերեզմանը։ Ավագ շաբաթ օրը երեկոյան եկեղեցիներում վառվում են ջահերն ու կանթեղները։ Եկեղեցական օրացույցով այդ օրն են հրեշտակները Քրիստոսի գերեզման այցելած յուղաբեր կանանց ավետել Տիրոջ հարությունը։ Այստեղ չէ այլ հարություն առավ խոսքերով։ Քրիստոսի դատարկ գերեզմանը քրիստոնյաներին փոխանցում է հարության ավետիսը։ Ավագ շաբաթ երեկոյան մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ժամանակ տրվում է հարության ավետիսը։ Արարողության ավարտին հավատացյալները խորանից վերցրած լույսն իբրև օրհնություն տանում են տուն, ջերմացնելու ընտանեկան հարկերը։ Ճրագալույցի պատարագից անմիջապես հետո վեհարանում կատարվում է Սուրբ Հարության տոնի առաջին տնօրհնեքը։ Կիրակի օրը ապրիլի 5-ի առավոտյան Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի հայրապետական պատարագ։ Ամենայն հայոց կաթողիկոսը համայն հայությանը կհղի զատկական իր պատգամը։ Սուրբ Հարության տոնակատարություններից հետո հայոց եկեղեցում կսկսվի տնօրհնեքի մեկամսյա շրջանը։ Հավատացյալները միմյանց կողջունեն Քրիստոս հարյավ իմեռելոց խոսքերով։